Բարև ձեզ, պարոն Մնացականյան, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Ողջույն ձեզ, ես եմ շնորհակալ հրավերելի համար, Զարա ջան։ Պարոն Մնացականյան, մենք այսօր կզրուցենք հայ գյուղացու, հայ արտադրողի, հայ արտահանողի հոգսի ու ցավի մասին եւ այս համատեքստում վերջին նորությանը անդրադառնանք, փաստացի հայտնի դարձավ, որ հունիսի 12-ից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից կարանտինային վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը, ինչ է սա իրականում, ինչ հետևանքներ է ունենալու մեզ համար եւ հաշվի առնելով, որ իշխանամերձ շրջանակները սա որակում են ապահարզան, շանտաժ, նույնիսկ նշում են պատժամիջոց տարբերակը, դուք ինչ դիտարկումներ ունեք։ Չգիտեմ, իշխանությունը ոչ թե պիտի որակում տա այս Ռուսաստանի կողմից այս քայլերին, այլ ինքը պիտի լուծում գտնի այս քայլերի դեմ ու հասկանա ինչ միջոցներով դիվանագիտական ինչ ճանապարհով հարթի այս խնդիրը, որովհետև սա ծայրահեղ վատ վիճակի մեջ է դնում ամբողջ գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում, քանի որ Հայաստանից տարեկան արտադրվում է 1 միլիարդ դոլարից ավել գյուղատնտեսական արտադրանք ու պատկերացրեք այդ արտահանումը չկա, այդքան արտադրված բերք ու բարիքը մնալու է Հայաստանում, ինչ որ մի մաս գուցե հասցնեն վերամշակեն, ինչ որ մի մաս փչանա եւ իսկ ծաղկի ոլորտում, ծաղկի արտադրության մեջ դա 100% կատաստրոֆա է, որովհետև ծաղիկը վերամշակել չի լինի, ինչ որ բան անել չի լինում, ինքը պետք է աճի ու չորանա։ Եվ այս պարագայում մեր ֆերմերները, ջերմատնային տնտեսությունների տերերը շատ լուրջ վնասներ են կրելու։ Հիմա ասում են սուբսիդիաներ ենք տալիս, Եվրամիությունը աջակցություն է խոստացել 50 միլիոն եվրոյի չափով, սրանք ինչ հարցեր կլուծեն։ Ես ուզում եմ մեջբերել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառումը, նա պարբերաբար քաղաքական հայտարարություններից զատ, հաթաթաներ հնչեցնելուց զատ, նաև փոքրիկ այսպես ծանուցումներ է տալիս, ինչ է անում կառավարությունը, ասում է, որ կառավարությունը արտահանողի կողքին է եւ աջակցում է տնտեսվարողներին, պտուղ բանջարեղեն եւ ծաղիկ դեպի Եվրամիություն, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ արտահանելու համար, այնտեղ նշում է չափերը, ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար 770 դրամ է նախատեսված, լոլիկի համար 275 դրամ եւ այլն եւ այլն։ Ի վերջո, սրանք ինչ քայլեր չեն նպաստելու այս իրավիճակի մեղմանը։ Գիտեք ինչ կա, իրականում հայ տնտեսվարողը այնպես չի, որ հնարավորություն ունեցել է եվրոպական շուկա մտնելու ու չի մտել սպասելա, որ սանկցիաները լինեն, նոր ինքը մտնի։ Որտեւ եվրոպական շուկան լինելով սպეციფիկ, ինքը ավելի խիստ ստանդարտներ է պահանջում, ավելի շատ սերտիֆիկատներ, լոգիստիկ խնդիրների ունենք մենք նաև Եվրոպայի հետ կապված, ինչը դժվարացնում է երբեմն հասցնում է անհնարինության աշճանի արտահանումը դեպի ԵՄ երկրներ։ Ինչի պատճառով հիմա ինչ էլ խոսեն ամենածիծաղելին, որ ինչ որ մի տնտեսվարող, ով ես հեռակա գիտեմ, իր կապերով կարողացել է 10,000, ընդամենը 10,000 դոլարի ծաղիկ արտահանել Բալթյան երկրներ, ամբողջ իշխանությունը ասենց սկսել են այդ չնչին քանակի ծաղիկի արտահանումը ասենց գովազդել, ասենց բան անել, այո, մենք արդեն ԵՄ շուկայում ենք, այդ ծավալները ծիծաղելու է, էլի, հասկացեք 1 միլիարդ դոլարի պտուղ բանջարեղեն եւ ինչ որ 10,000 դոլարի ծաղիկ։ Շատերը բնականաբար չեն հասկանա այս թվերը, մեր Հայաստանում այն կարգի է հասել կենսամակարդակը բնակչության, որ այդ թվերին էլ արդեն նույնիսկ չեն տիրապետում, միլիարդը միլիոնից 100,000-ից չեն տարբերում, ու մենք ունենք լրջագույն խնդիրներ, այդ սուբսիդիաներն էլ բնականաբար ինչ որ կետից հետո չեն անելու, որովհետև պատկերացրեք, եթե 5-6 ամիս ձգվեց այս սահմանափակումը, 1 միլիարդ դոլարի ապրանքա փչանալու, այդքան սուբսիդիա ոնց են տալու, մեր պետբյուջեն այդքան գումար չունի։ Այդ հնարավորությունները չունի։ Նախատեսել են 1 միլիարդ 912.5 միլիոն դրամի չափով սուբսիդիա։ Դրամի, ոչ թե դոլարի, իսկ արտահանվում է 1 միլիարդ դոլարի, 1 միլիարդ քանի դրամը դա 4 միլիոն դոլարն է, որը 1 միլիարդի մեջ 0.4%-ն է կազմում։ Եվրամիության 50 միլիոն ենթադրենք օգնությունն էլ 1 միլիարդի մեջ 5%-ն է, ոնց որ դու քո ամբողջ տնտեսության 95%-ը կորցնես ու 5% ենթադրենք sense մի բաժակ ջրի չափով քեզ ինչ որ փոքր փոխհատուցում տան ու դու ասես օքեյ ես գոհ եմ։ Տեսանք, որ հայ օլիգարխներն են աջակցում եւ տեսանք, որ կոնկրետ խանութների ցանց կա, որտեղ ծաղիկները սպառվում էին եւ տեսանք, որ նաեւ քաղաքացիներ, որոնք աջակցող խոսքերով ասում են դուք մի ընդունեք, մենք տեսեք կսպառենք։ Այդ
գլռեհիկ պաթետիզմը պիտի թարգեն, սա պետությունն է, պետության կառավարման մեջ այդ զզվելի պաթետիզմը պետք է տեղ չունենա։ Այդ մեր սուպերմարկետները 60 միլիոն դոլարի ծաղիկ ո՞նց են վաճառելու։ Քանի հոգի մեր բնակչության վճարողնակությունը հաշվեք, այդքան ով է 60 միլիոն դոլարի ով է ծաղիկ առնելու։ Դրեցին Սիթիներում լավ ակցիա արեցին ու այդ ծաղիկները վաճառում են, կարելի ասել ինքնարժեքից բավականին էժան։ Այս հիմար մոտեցումը, որ կա այս աչքապոցին, ում են խափում։ Չի կարելի նման ձև մարդկանց խափել, մանիպուլացնել, մոլորեցնել։ Դա հասկացող մարդու համար եւ վիրավորական է, եւ երբեմն նաեւ զայրացուցիչ է, չասեմ ծիծաղելու, որտեվ այդտեղ ծիծաղելու ոչինչ չկա, էլի։ Ուղղակի դու նայում զայրանում ես, էլի, ոնց կարելի է մարդկանց էմոցիաների հետ sense խաղալ, ոնց կարելի է։ Այն օրն էլ քպական տենց համակիրները sense իրենց էջերում տեղադրել են արհեստական ինտելեկտով սարքած sense 500 գրամանոց ելակի տուփ, վրան հայկական դրոշ իբր արտահանվել է Գերմանիա վաճառում է ու փոստային կոդ, ֆիրմա, բան ամեն ինչը սխալ։ Ամեն ինչ, ես ուղղակի զուտ հետաքրքրության համար։ Լավ, ենթադրենք 5 տոննա ելակ գնաց, ենթադրենք ընդունեցին դրանով որ հարց չի լուծում։ Լավ, դիվերսիֆիկացիայի հնարավորություն չեք տեսնում։ Դիվերսիֆիկացիայի մասին ես այդ թվում ձեր տաղավարներից բազմիցս խոսել եմ դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Դիվերսիֆիկացիա անելու համար անհրաժեշտ են հետևյալ քայլեր, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է, խոսվել է։ Առաջինը մեր լաբորատորիաները պետք է վերազինվեն ու ստանանք այն որակի լաբորատորիաներ եւ ակրեդիտացվեն եվրոպական լաբորատորիաների հետ, որ մենք ստեղից արտանվող ապրանքը հստակ որակական չափանիշներով հասկանանք, այնտեղ որ գնա կընդունվի, թե կտանեն ոչնչացման, մի հատ էլ բնապահպանական գումար կմուծենք։ Երկրորդ խնդիրը ապրանքի մթերման կայաններ միջև հիմա չունենք, եթե մթերման կայաններ չունենք, այստեղից Ռուսաստան տանում էին շուկաներում կանգնում էին բեռնատար ծախում էին, Եվրոպայում դու չես տանելու շուկա ծախես, դու պիտի մատակարարես սուպերմարկետների ցանցին։ Սուպերմարկետների ցանցը, ենթադրենք Աշանի ցանցը կամ Carrefour-ի ցանցը 100 հազարավոր տոննաներով են ուզելու։ Այդ տնտեսվարողը եթե այդ քանակները չունեցավ, ուղղակի պայմանագիր չեն կնքի, իրանք մի մեքենա, երկու մեքենա չեն ստանալու։ Այդ հարցը պետք է լուծվի։ Երրորդ, մեր ծիրանի օրինակով ասեմ, մեր ծիրանի արտաքին տեսքը այնպեսին է, մեզ համար շատ գեղեցիկ, շատ սովորական, եվրոպացու աշկի համար դա սովորական չի։ Նա հնարավոր է, ոչ թե հնարավոր է, նա չի գնելու այդ ծիրան, որովհետև նրանք սովոր են գազարագույն ծիրանին, կլոր տեսքով գազարագույն ծիրանին։ Մեր ծիրանը դեղին է։ Դու պետք է եվրոպական շուկայում կարողանաս առաջ մղել, այդ առաջ մղելու համար բավականին ժամանակ է պետք անելու համար։ Պլյուս փաթեթավորում, տարայավորում, որ մերոնք բացարձակ գաղափար չունեն մեր տնտեսվարողները, որովհետև միշտ արտահանել են արկղերով, գնացել է Food City-ին, դեղից վաճառել են, Food City-ում ինչ արել են։ Դու պետք է փաթեթավորում, ասես փոքր չափերով, ենթադրենք եվրոպացին գնում է 2-3 հատիկ ծիրան, 1 հատիկ, հայերի նման կիլոներով չեն գնում։ Պլյուս դրան շուկայի ընդլայնում, սառնանային տնտեսություններ պետք է ունենաս, որ կարողանաս ճիշտ պահեստավորես, ճիշտ պահպանություն իրականացնես, որ այդ գյուղմթերքի կյանքը երկարի, ոչ թե այսպես դրսերում, այգիներում հավաքեն, sense լցնեն իրար վրա, շարեն, մցնեն միանգամից բեռնատարը, այդ պտուղ բանջարեղենը ստրես տանի, եթե սովորական ճիշտ պայմաններում, մթերման կայաններում ինքը պետք է ապրեր մի ամիս, այս պարագայում ապրում է 2 շաբաթ։ Իսկ բեռնատարը Հայաստանից մինչև եվրոպական միջին ցանկացած միջին երկիր մինիմում 10 օր անհրաժեշտ։ 9 օր 10 օր անհրաժեշտ, որ հասնի կենտրոնական Եվրոպայի երկրներ։ Այդ 10 օր հետո ելակը ընդհանրապես գոյություն չի ունենալու, այսինքն ելակի թեման այդ ինչ խոսում են միֆ է, ինքնաթիռով չես կարող, որտեվ օդային բեռնափոխադրումների գները 2 եվրոից է սկսում կիլոգրամը, դու չես կարող մի ապրանքի վրա 2 եվրո ավելանա, դրա վրա կարողանաս օգուտով ինչ-որ վաճառք անես Եվրոպայում, այն էլ ելակը, որ Իսպանիայից տոննաներով, հազարավոր տոննաներով շատ էժան գնով գալիս է։ Այսինքն սա գիտակցելով ստում են, այս PR արշավները իրականացնում։ Հերիք չի չեն հասկանում, հետն էլ ստում են։ Տրանսպորտային խնդիր ասեմ, ոչ մի մեր բեռնափոխադրող ընկերությունների մի հատ մտեք հարցրեք, հարցում արեք, քանի ընկերություն ունի տիր համակարգով բեռնատարեր, որոնք կարող են մտնել Եվրամիության երկիր։ Այսինքն մենք պիտի խնդրենք վրացական
կազմակերպություններին, որ վրացական կազմակերպությունները մեզ տան։ Դուք պատկերացնում եք մի ժամանակատար ու ինչ sense հսկա երկարատև process է, որ դա պետք է արածելնեին 8 տարի առաջ, լավ 5 տարի առաջ, նոր հիմա խոսային, իրավունք ունենային, բարոյական իրավունք ունենային խոսային դիվերսիֆիկացիայի մասին։ Ինչ ժամկետների մասն է խոսքը։ Մի քանի տարի, առնվազն մի քանի տարի ու գիտեք ինչ ինտենսիվ աշխատանքներ է պետք։ Պտուղ բանջարեղենի արտադրության հետագծելություն է պետք։ Հետագծելության համար դու պիտի վերահսկես քո ամբողջ թունաքիմիկատների մուտքը, պիտի դեղատոմսի նման սարքես բոլոր խանութներին ստիպես, որ եթե ֆերմերը գալիս է քեզնից թունաքիմիկատ գնելու, դու դեղատոմսի նման չափաբաժնից ավել պետք է չտաս, որ ինքդ ավել չափաբաժնով իր այգին չսրսկի, որ վաղը մյուս օր տանեն, մեջը ծանր մետաղներ հայտնաբերեն, արգելված նյութեր հայտնաբերեն եւ բեռը տանեն ոչնչացման կամ չընդունեն։ Այս ամեն ինչը հսկայական ինտենսիվ աշխատանք է պահանջում, որը առ այսօր անցած տարի կհիշեք, որ տարան մեր սովորական շուկայից պտուղ բանջարեղեն գնեցին, տարան տվեցին լաբորատորիա, ոչ մեկի մեջ թույլատրելի նորմի սահմաններում բաներ, այսպես ասած, արգելված նյութերը նորմայի մեջ չէր։ Բոլորը գերազանցում են թույլատրելի նորմը։ Մենք այս որակով ոնց են կարողանալու արտահանենք, դիվերսիֆիկացնենք։ Այս է խնդիրը։ Այսինքն Ռուսաստանի հայտարարությունների մեջ նաև օբյեկտիվություն կա մեր արտադրանքի որակի մասով։ Օբյեկտիվություն արտադրանքի որակի մասով, ուղղակի առաջին քաղաքշիկերը փակում էր, հիմա չի փակում։ Ինչու՞ քաղաքական պատճառներ։ Քաղաքական, ես քանի որ դեռևս քաղաքական գործիչ չեմ ուզում քաղաքական գնահատականներ տամ, այդ գնահատականները կհնչեցնեն համապատասխան մասնագետներ։ Ես խոսում եմ պրագմատիզմի տեսանկյունից, գյուղատնտեսության տեսանկյունից եւ իրականությունից։ Ինչա իրականում տեղի ունենում հիմա։ Մեր իշխանության տնտեսական բլոկի մի քանի ներկայացուցիչներ կան, որոնք վստահեցնում են, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող են քաղաքացիները, մտահոգ անձինք, հանրային ու քաղաքական շրջանակի տարբեր ներկայացուցիչներ, որոնք մատնանշում են խնդիրները, ներքուստ ուրախ են, որ այսպիսի խնդիրներ են ծագել։ Ձեր դիտարկումը այս մեկնաբանություններին։ Ես արդեն համարվելով ընդդիմադիր տեխնացու այդ թվում կուսակցական գործիչ նման բան ասողին ուղղակի պարտավոր եմ ասել գետինը մտնեք դուք այդքան բան ոնց կարելի է ուրախանալ քո ամբողջ գյուղատնտեսության ոլորտի քայքայման համար ես այդ ոլորտի մի մասնիկն եմ ես այդ ոլորտի մի մարդն եմ ով 16 տարի գործունեություն է ծավալում ու 16 տարի հանրային կերպով ելույթներ է ունենում հանրային կերպով կանխատեսումներ է անում հանրային կերպով փորձում հանրության ուղղորդի, որ ճիշտ ուղղության վրա լինեն ու կանգնել տենց ցինիկաբար տենց արտահայտություն։ Դուք կարաք ուրախանաք նման բաներից։ Դուք կարաք ուրախանաք մեր ձախողումից, որ հետո էլ սենց գրեհիկ ձևով ներկայացնեք իբր ինքնիշխանություն եք պահում բան է կամ դուք ուր ինքնիշխանությունն ուր։ Այս է վիրավորական։ Որևէ մեկը, եթե իմ սրտացավության վրա կասկածում է, ես իրան կարող եմ շատ վատ բաներ ասել, որովհետև այս 16 տարի, այդ 8 տարեկան մարդիկ, 8 տարվա կենսագրություն ունեցող մարդիկ, թող չփորձվեն մեր այսքան անցած ճանապարհի վրա մի վայրկյան կասկածի տակ դնեն։ Ես քանի տարի այս ոլորտում եմ, այս ոլորտում պակաս դերակատարություն չունեմ ու որևէ մեկը եթե փորձվի տես բան ասի, ես կոնկրետ ամենավերջի վիրավորանքը կարող եմ իրեն հասցնել։ Եվ հենց այս համատեքստում անդրջացավ նաև Նարեկ Կարապետյանի Վերին Լարս այցի թեման 15 կիլոմետրանոց ձգվող հերթի մասին էր ահազանգել Կարապետյանը, դարձյալ նույն թևը, նույն այսպես գլուխները սկսեցին ծաղրել, ասեցին գնացել է բացի եւ այլն եւ այլն։ Ցինիզմը գիտեք ինչու՞մ է կայանում, հենց դրա մեջ է ցինիզմը կայանում, որ Կարապետյանն Նարեկը ուղղակի ուզում էր Լարսը անցներ չթողեցին ու անամոթաբար գրեցին լքում է Հայաստանը, լքում է, էլի։ Նարեկ Կարապետյանը ամբողջ կյանքը Հայաստանում է ապրել ու եթե լքելու հարց լինի, ես վստահ եմ, ես համոզված եմ Նարեկ Կարապետյանին ճանաչելով 11 տարի կարող եմ փաստել ամենավերջի լքողը լինելու է Կարապետյան Նարեկը՝ ի տարբերություն իրանց։ Ես շատ լավ հիշում եմ նոյեմբերի 9-ին Երբ որ կապիտուլյացիայի պայմանագիրը կնքեցին, այդ ԿՊ սաստավը որտեղ էր, որ մկան բուներ մտե թաքնվե, որ չգտնեին իրենց։ Ես հո լավ հիշում եմ։ Մենք էլ մենակ մեր քաղաքական թիմում 6 հոգի
44-օրյա պատերազմի մասնակից ունենք, 6 հոգի, առնվազն 6 հոգի քաղաքական թիմի ակտիվից։ Թող հələ ԿՊ-ն մի հատ նայի քանի հոգի ունի մասնակից պատերազմի ու ինչ ճանապարհ են անցել։ Թող մի հատ իրանց կենսագրությունն այն, Նայարեկի կենսագրությունն այն, իրանցը նային։ Իմ կենսագրությունը նային, իրանցը նային։ Ու սեն զուգահեռներ անցկացնեն։ Հələ տեսնեն ով է թռնողը։ Կամ ես հիշում եմ, որ Արցախի հարցեր բանման, որ քաղաքական գործիչներ ու իրանք ծաղրում էին, ասում են, հələ տենանք Շուշին ո՞նց է այդ բերելու։ Այսինքն դու կարա գոնե ամոթ ունենաք չխոսակ, այսինքն անենց անվերադարձեք հանձնել, որ որևէ մեկն էլ եթե Շուշի մասին խոսում էր, ո՞նց է այդ բերելու, նույնը իմի Լարսն է, հա, ո՞նց է բան անելու, անցկացնելու։ Ամոթ ունեցեք, եթե մի քիչ կարմիր գծեր ու ամոթի զգացում ունենային, դա իրանց ամոթն է, որովհետև իրանց իշխանավարման ժամանակը էս տեղի ունեցել, էս իրադարձությունը, էս դեպքը ժամ ու օր պետք է վայրկյան առ վայրկյան ամեն հնարավոր ու անհնարին անեին, որ մարդկանց այս վիճակին չհասցնեին։ Դուք պատկերացրեք 3-4 ամիս եթե ձգվի մեր գյուղատնտեսության ոլորտը ինչ խայտարակված վիճակում է հայտնվելու։ Ինչ խայտարակ։ Իդեպ վերջին տեղեկությունը Լարսից ինչ կա այս պահին։ Դե չեն թողում հայկական բեռնատարերը մտնեն, նաև ընկերություններ կա, որ Ռուսաստանից չեն թողում ռուսական ապրանք մտնի Հայաստան, ուղղակի չեն վաճառում հայերին։ Ու սա լրջագույն խնդիր է։ Իրան կարող է ու իրանց ցինիզմը նաև կայանում է նրանում, որ այդ խնդիրները լուծելու փոխարեն ընկած սկսում են խոսալ ընդդիմությունը ուրախանում է դրանից, արա ձեր համար ինչ տարբերություն ընդդիմություն ինչ ան, ձեզ մանդատ է տրվել այսքան տարի, բայց խնդիրները լուծեք։ Ընդդիմությունից թե ով ինչ անում, դուք ինչ գործ ունեք, ձեր ինչ գործն է։ Խնդիրների լուծման տարբերակ է առաջարկվել նաև ադրբեջանական ու թուրքական շուկաների հեռանկարը, դեռևս այսպես չեն հաստատվել փոխգործակցության պայմաններ, ամեն դեպքում խոսվել է, քննարկումներ են եղել նաև Հայաստանում եւ մի խոշոր սեփականատեր հայտնի ասել է պաշտպանելու է այն մարդկանց, ովքեր ուզում են ավելի մրցունակ լինել, թեկուզ Ադրբեջանի տարածքով։ Դուք այս հեռանկարին ինչպես եք վերաբերվում։ Այդ հարցն է, էլի Ադրբեջանում ու Թուրքիայում գյուղմթերքը ինքնարժեքը զես ավելի էժան է, քան Հայաստանում, ավելի թանկ է, քան Հայաստանում։ Կարա նրանց հետաքրքրի հայկական ապրանք, հայկական գյուղմթերք։ Կարա հետաքրքրի, չի կարա։ Ուղղակի չի հետաքրքրի իրանց։ Իրանք իրանց ունեն, պլյուս Արցախել են բոնուս ստացել, Արցախում էլ այնքան գյուղմթերքներ են արտադրելու, որ մենք ուղղակի չկարողանանք որևէ ձև իրանց հետ մրցակցել։ Էս է խնդիրը։ Եվ ընտրություններից 3 օր անց տեղեկացանք կառավարությունը հավանություն է տվել հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, նախատեսում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների դրույքաչափերը, դիզվառելիք, ծխախոտ, գնաճ է սպասվում, խմիչքներ եւ այլն։ Այս մուլտիպլիկատիվ էֆեկտի հետևանքներին էլ խնդրեմ անդրադառնաք, եթե օրենքը արդեն գործի։ Ուրեմն մի հատ հումոր անեմ, մի թեթև այս հումորով անդրադառնամ, հետո արդեն լուրջ կխոսեմ։ Բանից բարձում է այս իրանց թոշակի բարձրացումը, տենց նախընտրական կաշառքը, որ արեցին թոշակի բարձրացման տեսքով այս բժշկական ապահովագրությունը, բանից բարձում է այդ ամեն ինչ, որ արեցին, հասկացան այդ բյուջեից պակասորդ են տալու, այդ խնդիրը, ինչպես կասեր հայտնի Հայկո Մկոն, ասում է, էլինգավ խոցելի խավի վրա խոսքի։ Խմող ծխող ժողովուրդը այդ փակը պիտի բացը պիտի փակե։ Ինչ եք ուզում այդ մարդկանցից։ Ինչ եք գցում իրանց վրա։ Իրականում ինքը շատ վատ բան է, շատ վատ, ոնց ասեմ, չի կարելի։ Հիմա տեսեք, ես իրանց արածի հակառակ էֆեկտը ասեմ։ Վերջի ժամանակաշրջանում ես մի 2-3 տեղ տեսել եմ արդեն, երբ որ ամեն ինչը արդեն օղուգին այնքանա բարձրացել, ծխախոտի գին այնքանա բարձրացել, ես տեսել եմ առանց ակցիզային օղիներ, առանց ակցիզային, այսինքն սև շուկա են մտնում։ Արտադրողները նաև սկսում են սև շուկայում վաճառել։ Ինչքան այդ ակցիզային հարկը բարձրացավ, օղուգինը բարձրացավ, եթե օղուգինը դառավ 6000 դրամ, 5000 դրամ, 6000 դրամ, շարքային սպառողը, անանտ օղի խմողը, ծխողը, որ ամեն օր ծխում է, ինքը փորձելու է այլընտրանքային շուկա գտնել, իսկ այլընտրանքային շուկան սև շուկան է։ Ինչի պատճառով դուժելու են բոլորս։ Այդ ակցիզային հարկերը բարձրացնելուց դա առաջինը պետությունն է դուժվում։
Եթե հետագայում մի 2 տարի հետո սկսեն ենթադրենք էֆեկտիվությունը հաշվարկեն, ես վստահ եմ իմ ասածը ճիշտ է դուրս գալու, կտեսնեք վաճառքները պակասել է ու բյուջե մուտքա գործել նույնքան գումար կամ չնչին տարբերություն գումար, քան ավելացնելուց առաջ, պլյուս դրան մարդիկ սև շուկայից օգտվելով երբեմն անորակ ապրանքից կարող օգտվեն ու լուրջ խնդիրներ առաջանան։ Պարոն Մնացականյան, գանք քաղաքական օրակարգերին, որոնք սերտ առնչվում են նաև տնտեսական օրակարգերի հետ, դուք այն ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն եք, որը բավականին այսպես զգալի ձայներ հավաքեց ընտրությունների ժամանակ, փաստացի իշխանությունն էլ չունեցավ 50% եւ ավել, ինչի մասին խոսում էր։ Բայց այս պայմաններում, երբ մեկ այսպես զարկով կարող են զրոյացվել ընդդիմադիր կոնկրետ ուժի ձայներ, երբ շարունակում են իշխանությունները սպառնալիքներ տեղալ ընդդիմադիրների հասցեին, այդ թվում ձեր ուժի առաջնորդի, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի Սամվել Կարապետյանի հասցեին, որն է ձեր տեսլականը, ինչպես եք տեսնում հետագան, գնալ ազգային ժողով, թե չգնալ, վերցնել մանդատները, թե չվերցնել, որովհետև այս հարցադրումներն են այս օրերին օրակարգում։ Ուրեմն սկսենք ամենասկզբից, իրենց սպառնալիքներից սկսենք։ Ինչպես տեսակ, Սամվել Կարապետյանը անցած տարի հունիսի 10-ից գտնում է կալանքի մեջ եւ նա հետքալ չարեց ու չվախեցավ։ Ոչ էլ գնաց պայմանավորվածությունների։ Ես ակտիվ քաղաքականության մեջ երբեք չեմ եղել, ես անցած տարի, ես այսօրվա պես հիշում եմ, մայիսի 30-ին եմ որոշել պիտի ակտիվ քաղաքականությամբ զբաղվեմ, որտեղ միայն միտինգների մասնակցել եմ, քննադատությունը համարել եմ քիչ, այն փաստից հետո, երբ երկրի վարչապետը հոգևորականի քեռակնոջ մասին զզվելիագույն գրառում էր արել իր Facebook-յան էջում։ Դա ինձ համար դա ամենանողկալու ու ամենազազրելի բանն էր, ինչ տեղի է ունեցել անկախ Հայաստանի այս 30 տարվա մեջ։ Սեքսիզմի դրսևորումից սկսած կնոջ թիրախավորում, մարդու անձնական կյանք մտնել, պլյուս երկրի վարչապետի մակարդակով հանրային խոսույթի իջեցնում շրիշակից ցածր մակարդակ, ինչը հետագայում արդեն ոչ թե հետագայում, արդեն հիմա էլ չափազանց վատ հետևանքներ է բերելու, անդառնալի հետևանքներ է բերելու, որը հետո կարող է չկարողանանք որևէ ձևով հետ դառնալ գրագետ խոսույթի, նորմալ փոխհարաբերությունների։ Այդ ժամանակ ես որոշեցի եւ դրանից հետո Սամվել Կարապետյանի երբ որ կալանավորեցին, արդեն sense իրադրությունը այնպես ստացվեց ու ես հայտնվեցի Սամվել Կարապետյանի պաշտպանների թվում, հետո արդեն ձևավորվեց մեր ձևով շարժումը ամսի օգոստոսի 28-ին եւ որը փետրվարին դարավ կուսակցություն եւ 3 ամսվա կուսակցությունը 23.3% արդեն կարողացավ ձայն հավաքել, այնել այս քանակի բռնաճնշումների, շանտաժների, ձերբակալությունների, զզվելի մոնտաժած ձայնագրությունների, այս ամեն ինչի sense գումարային եղանակով մեր վրա ճնշումների միջոցով միևնույնն է մենք ստացանք 23.3% ձայն եւ հիմա կրկին բողոքարկվել է ընտրության վիճարկվել է արդյունքները եւ վիճարկումից հետո արդեն երբ որ վերջնական արդյունքները ամփոփի կենտրոնական ընտրական հանձնաժողով մենք մեր հայտարարությունը կանենք։ Որպես այդ քաղաքական ուժի անդամ, ձեր տեսլականը ո՞րն է այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության հեռանկարի հետ կապված։ Մեր տեսլականը ամենակարևորը արտաքին հավասարակշռված քաղաքականությունն է, ինչքան որ սրանք մեզ անընդհատ փորձում են կապել, որ Ռուսաստանի գուբերնիա եւ այլն, Կարապետյան Նարեկը օրինակներով, թե պաշտպանության հետ կապված կհիշեք, քանի եվրոպական գեներալներ հրավիրելով մեր պաշտպանության ոլորտի, տնտեսության ոլորտի մասին, ամեն ինչ պետք է արվի, որ Հայաստանը լինի ուժեղ զարգացած, ուժեղ տնտեսություն ունեցող, ուժեղ պաշտպանունակությամբ երկիր։ Եվ մեր գաղափարը դա է, եւ մենք գնալու ենք դրան, անկախ նրանից ընդդիմադիր ենք թե իշխանություն ենք, մենք մեր ծրագրերը փորձելու ենք իրականացնել։ Ինչքան էլ մեզ խանգարեն, ինչքան էլ չխանգարեն, ինչքանով կհաջողվի, ինչքանով չի հաջողվի, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով։ Հասկանալի, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։